Ադրբեջանի նախագահը պետական այցով մեկնել է Պեկին, նրան ընդունել է Չինաստանի նախագահը։ Իլհամ Ալիևի և Սի Ցզինփինի հանդիպման շրջանակում ի թիվս այլ փաստաթղթերի ստորագրվել է համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հայտարարությունը, որի համաձայն Չինաստանը և Ադրբեջանը դիտարկվում են որպես առաջնահերթ և վստահելի ռազմավարական գործընկերներ։ Հիշեցնենք, որ անցած տարի Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ադրբեջանը և Չինաստանը ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր էին ընդունել։ Ըստ հայտարարության կողմերն աջակցում են մեկը մյուսի ընտրած զարգացման ուղուն, ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը։ Բաքուն ընդունում է, որ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է։ Պեկինը վճռականորեն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին և անարդյունավետ է համարում առճակատմանն ուղղված աշխարհաքաղաքական խաղերը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնության համապատասխանեցումը Ադրբեջանի Մետաքսի ճանապարհի վերածնունդ պետական ծրագրին և սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությանը։ Պեկինը և Բաքուն պատրաստակամ են բանակցություններ սկսել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։ Ադրբեջանը և Չինաստանը նաև պայմանավորվել են զարգացնել շփումները տնտեսության, արդյունաբերության, ներդրումների, առևտրի, էներգիայի, թվային տնտեսության, առողջապահության, գյուղատնտեսության, տուրիզմի, հումանիտար տրանսպորտի, փոխադրումների, լոգիստիկ, ահաբեկչության դեմ պայքարի և այլ ոլորտներում։ Հանդիպման ընթացքում նախագահները նաև հանդես են եկել հայտարարություններով։ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Չինաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները։ Ամեն անգամ, երբ գալիս եմ Չինաստան, տեսնում եմ ինչպես է երկիրը նոր թափով զարգանում ձեր իմաստուն ղեկավարությամբ։ Ադրբեջանն աջակցում է մեկ Չինաստանի սկզբունքին, նաև բարձր ենք գնահատում Չինաստանի առաջ քաշած գլոբալ զարգացման, գլոբալ անվտանգության և գլոբալ քաղաքականության նախաձեռնությունները։ Սին էլ համոզմունք է հայտնել, որ Պեկինի և Բաքվի միջև ստորագրված փաստաթղթերն ավելի կհարստացնեն երկկողմ կապերի ռազմավարական բնույթը։ Չնայած միջազգային փոփոխվող իրողություններին, Չինաստան-Ադրբեջան հարաբերությունները մնում են ամուր և կայուն։ Երկու երկրի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և արդար գործընկերության վրա։ Հարկավոր է, որ կողմերը շարունակեն ամրապնդել քաղաքական գործակցությունը, միջազգային հարցերում համակարգումը և բացել Չինաստան-Ադրբեջան համապարփակ համագործակցության նոր էջ։ Սի Ցզինփինը նշել է, որ մաքսատուրքերի և առևտրային պատերազմների քաղաքականությունը վնասում է բոլոր երկրների օրինական շահերը և իրավունքները, համաշխարհային առևտրի համակարգը։ Սին նման հայտարարությամբ է հանդես եկել Վաշինգտոն-Պեկին լարվածության և փոխադարձ մաքսատուրքերի ֆոնին։ Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահն այսօր հայտարարել է, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար ավելի վաղ հայտարարված 145% մաքսատուրքը չափազանց բարձր է։ Դոնալդ Թրամփը խոստացել է նվազեցնել այն։ Նա նաև Պեկինի հետ առևտրային համաձայնության հասնելու պատրաստակամություն է հայտնել։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը պարզաբանել է, որ նման մոտեցման պատճառը Չինաստանի նախագահի հետ իր հիանալի հարաբերություններն են։ Չինաստանը ևս հայտարարում է, որ առկա խնդիրները լուծելու միակ ճիշտ տարբերակը դիվանագիտությունն ու երկխոսությունն են։ Պեկինից միաժամանակ նախազգուշացնում են, եթե անհրաժեշտ լինի պայքարել, կգնան մինչև վերջ։ Դիանա Գասպարյան, լուրեր։